բաներով։ Եթե մյուս անգամ Նիկոլ Փաշինյանը որոշի Գրեմի լավագույն ավանդույթները բերի վարչապետի նոր ձևավորվող բանի մեջ, ես կարծում եմ, որ հայ հասարակությունը էլ ավելի շատ կփոխվի։ Ես վստահ եմ, որ կան PR խորհրդատուները, դա մեղադրելու չի, որտեղ աշխարհը գլոբալիզացված է, PR-ն էլ կներեք հայկական գիտության ծնունդ չի, կամ սովետական տարածքի ծնունդ չի, դա արևմտյան տեխնոլոգիական միջամտությունների փունջ է, դպրոց է։ Ես չեմ մեղադրում այն ուժերին, այդ թվում Նիկոլին, ով որ փորձում է, այսպես ասած, դիմի գիտությանը։ Այստեղ խնդիրը ուրիշ բան է։ Այդ է, խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Խնդիրը ուրիշ բան է։ Մենք էլ կներեք, ես Սահակյան Արմանուշ Արմազանով Էդիկն են, մենք որ երգում ենք Նիկոլը ուր էր, այդ ժամանակ Նիկոլը այնքան չկար այդ դաշտում, որ Աննա Հակոբյանը շեյր էր անում, մեր էջի իր Facebook-յան էջում։ Մի հատ մեկ տարբերությամբ, մենք տեխնոլոգիաներ չենք կիրառում եւ այդ ժամանակ ընտրություններ չէր եւ ամենակարևոր գիտությունը լավ բան է, Անի ջան, ցանկացած գիտություն լավ բան է, բայց գիտելիքը պետք է օգտագործվի հանուն բարիք ստեղծելու։ Եթե գիտելիքը գիտությունը կապ չունի ինչ գիտությունն է, մարդուն թունավորելու արվեստն է, թե ենթադրենք PR տեխնոլոգիա է, օգտագործում է ի վնաս, օգտագործում է ի հակառակ, ի չար, այդ դեպքում այդ գիտությունը, այդ թվում PR գիտությունը կորցնում է իր այն համբավը, այն կոչումը, ինչի համար, այն առաքելությունը, ինչի համար այն կոչված է։ Եվ ազդեցությունը, որովհետև ակնհայտ է, ես կես կատակ տենց հեգնեցի Ջասթին Բիբերի, այսպես ասած, եւ Նիկոլ Փաշինյանի զուգահեռների վրա, բայց դառը ճշմարտություն կա այդտեղ, էլի ես չեմ զարմանա, որ մի օր էլ Նիկոլը որոշի, այո, ընդօրինակի ենթադրենք Բիբերի սցենիկի օբրազը, էլի։ Պարոն Աշոտյան, էսթետիկայի մասին չենք խոսում, որտեղ երգել այդ նվագելն էլ երգերն էլ արդեն բավարար էր, որ էսթետիկայի մասին առասարակ մոռանան։ Արցախի խոսույթի մասին նշեցիք, որ մեր օրակարգից դուրս է մնացել։ Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ, երբ անդրադառնում է Արցախյան հարցին, նշում է, որ ես մեր հայրենակիցներին ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը չպիտի գոյություն ունենա եւ եթե համաձայն չեք, հեղափոխություն արեք եւ ասում աշխարհում չեք գտնի որևէ մեկ այլ ղեկավարի, ով կասի, որ դուրս եկեք հեղափոխություն արեք, եթե համաձայն չեք։ Հիմա արցախցիները պիտի հեղափոխություն անեն կամ պիտի դուրս գան փողոց։ Ստոպ։ Կներես որ ստոպ եմ ասում։ Դա արցախցիների խնդիրը չի միայն։ Իհարկե բնական է, որ մենք ասում ենք արցախցիներ առ, բայց արցախյան շարժումը հայ ժողովրդի զավակն է։ Մենակ հայ ժողովրդի արցախյան հատվածի զավակը չի։ Այսինքն ֆռալ ասել Ղարաբաղցիք դե դավայցե ձեզ ենք սպասում, դուք եք կորցրել մենակ։ Չէ, իրանք կորցրել են լավ, իրանք գերեզմանները, իրանք տանները, իրանք օջախները, բայց հայրենիք կորցրել ենք բոլորս։ Ես դադիվանք եմ կորցրել։ Ես կորցրել եմ Ստեփանակերտի այն գողտրիկ իմ ընկերների տները, որտեղ կարողանում եք երեկոյան թեյ խմել եւ զրուցել ամեն ինչի մասին, լիքը բան է կորցրել, հա։ Ինչ վերաբերում է Նիկոլի այդ բանը, տիպը չեք ուզում հեղափոխություն արեք, Սադամ Հուսեյնն էլ վստահաբար որ նայեմ իր հին ելույթները կգտնեմ մի տենց կտոր, որտեղ ասում էր դե բանը չաղ ու բախտավոր է Իրաքի ժողովուրդը, եթե տես չլներ ինձ կհանեին։ Վստահ եմ Քադաֆին էլ, որ իր շացորները խփում էր Փարիզի, Մարսի դաշտերում կամ Ելիսեյան դաշտերում, վստահաբար հաստատ նման մի բան ասած կլներ։ Այսինքն այդ բոլորը այնց շուտ է անցնում, հա, եւ ես որպես իշխանության մեջ եղած մարդ, ես գիտեմ ինչ է նշանակում հարբել իշխանությունից, ես գիտեմ ինչ է նշանակում կտրել ոտքերը իշխանությունից, ես գիտեմ ինչքան դաժան է հետո վերադառնալ այդ հողի վրա, եւ ես գիտեմ ինչքան կարեւոր է հետո երբեք չփոկվել այս հողից։ Ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի պարագայում, եթե արդար ճանապարհով չլինի, արդարության վերականգնումը կներեք տավտոլոգիայի կարծես թե, բայց ճշմարտությունը դա է, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է Օլիմպիական միշկայի նման թռնի ի նիվեռնուցը, էլի այս վիճակը լինի։ Շնորհակալ եմ։ Հեսա վերջին հարցը, արդեն նախորդների համար վերջինը, խնդրեմ։ Շատ լավ, երբ ինչ եք ասում, Սարգսյանն էլ էր իրականությունից կտրված, երբ ասում են ինչքան ուզենք, այդքան կխփեն։ Սա ես իրականությունից կտրվելու մասին եմ խոսում։ Շատ առաջին հայացքից այնպես լավ հարց եք տալիս, իրականում դուք եք որոշում հարցի վրա, քաղաքական արդիականության տեսակետից ցանկացած հաջորդ իշխանություն լավ կլինի սովորի նախորդի վրա, նախորդի սխալների վրա։ Այն որ նախորդ իշխանությունը ունեցել է սխալներ եւ խոսքը չի գնում այդ դրվագի մասին, դա ընդունել է Սերժ Սարգսյանը բազմաթիվ իր հանրային ելույթներում։ Դա Սերժ Սարգսյանը ոչ միայն խոստովանել է, այլ նաեւ դրա շտկման ուղղությամբ հանրապետական աշխատանք է վարել։ Ուզում եք շատ ազնիվ, տենց ազնիվով սկսեցինք, ազնիվով ավարտել։ Չկա ավելի լավ իշխանություն,
քան նախկինում իշխանություն եղած ընդդիմության թողու բողով անցած քաղաքական ուժը, որտեղ այդ ուժը եւ սեփական սխալները գիտի, եւ երկրի կառավարման հմտություններին է տիրապետում, եւ գիտելիք ունի, եւ կապեր ունի։ Նիկոլ Փաշինյանը չսովորեց մեր սխալների վրա։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հազարապատկեց մեր սխալները, այլ նաեւ այդ սխալները վերածեց հանցագործությունների։ Սխալները ներելի են, մարդկային են, հանցագործությունները ոչ։ Շնորհակալ։ Բարև ձեզ Live News-ի հարգելի հետևորդներ, գտնվում ենք Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում, որտեղ ժամը 16:00-ին մեկնարկելու է Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։ Հետևեք Live News-ի ուղիղ եթերին, որպեսզի ծանոթանաք այս դատական նիստի մանրամասներին։